Ramahva
Քրիստոսի հարության բաղդարես դիներ կենքի արջև ծառացած անհատալերի պատներ։ Այն դարձած պարզապես մի դուր, որ բացվում է դեպի արտադրություն։ Եվ դրա համար Քրիստոս ինքը ասում է. Ես եմ հարությունը և ես եմ կյանքը, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մեռնի, պիտի ապրի։ Քրիստոսի հարության եզերական ծավալները երբեք ու երբեք չեն նշանացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեք։ Այլ այն երկրավոր կյանքը դարձնում են հավիտենական կյանքի նախասրահ։ Առանց հարության երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու ընդամենը մրցած պարեսին։ Մի բայց, որ մրցանակ կարող է դառնալ մճացող նյութը, ամրով, գեղեցկությունը, ջլանքով ուժը և օշիացող իշխանությունը։ Առանց հարության ջնջվում են բնակեցելը լեղքի և առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց հարության չկա սահմաններ ու չկա ուղենիշեր, չկա նպատակներ ու չկա միջոցներ, վերջապես չկա կյանք, այլ կա միայն ու միայն սրբկած ու աննպատակ դիպված դեպի երեսում։ Այսպես է հարությունը շրջումը, ոչնչացնում կյանքը, մարդուն մխում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների և իրավունքների բացարձակացում։ Մինչդեռ հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր անդրդվար ծնունդից մինչև մահ հրթության մի օղակ է հավիտենության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում երկրում և երկրի ջանքերը կանցեր են դառնում հավիտենության մեջ։ Եվ կրկին ու կրկին ճշմարիտ է առարկանը և ասում է, եթե Քրիստոս հարություն չի արել, ուրեմն ունայն է և Իզուր է մեր հավատը։ Մեր ժողովուրդը անցել է հարյուրավոր, հազարավոր տարիների իր պատմության մեջ արտավիողների միջով։ Սմբնուր խմել է դառնության բաժակը, հաջավան նախնչել է աղետների ու հորդաների ներում։ Երբեմն խելահետ վիրուսախապության փորձել է փախոստալ ողբերգական և ցավալի իրականությունից։ Երբեմն նույնիսկ ասացի տակ է ապրել հարության ճշմարտացիությունը և խոր ցավերի ու վշտերի մեջ, հուսախաբության մեջ հաստատել անգամ Աստծո գոյության։ Բայց մեր ժամանակ միշտ շարունակել է ապավինել հարությանը և պայքարել։ Այսօր ևս մենք փորձություններ ենք հաղթահարում։ Շարունակում ենք սևասանական փոփոխությունների հետևանքները և շարունակում ենք հանդիպել որվածած, անջատված, բայց արդեն ծերացած հայացքներ ունեցող երեխաների։ Տեսնում ենք ցավից գալազող որտեղ կորույս մայրերի ցանկացած աչքեր, այլևս արցախահայերի վշտահար շերտեր, բանտերում ապօրինաբար պահվող, խոշտակվող գերիներ, սեփական երկու
այսօր Քրիստոսի Սուրբ Արքունից 2000 տարիներ հետո տեսնում ենք մարդկային ցավի և կարիքի նկատմամբ անտարբեր ու սնահար ոգիներ, որոնք իշխության ուրացման գնով հարկ ու անձնական բարեկեցություն են։ Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամակակով հռետորներ, որոնք իրավաշտության հանգարցների մեջ այլենադառություն, պատմական հիշողությունից հրաժարվում և ինքնաժխտում են կրում։ Տեսնում ենք խոսքի աչպարարներ, որոնք ազատության և արդիականության զարգանքի մեջ սանձազատություն են տարածում։ Տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության հավաքակող շրջաններում իբրև թե գիտելիք և բարեկամություն են զարգանում։ Եվ հետաքրքիր է, սրանք բոլորը բացում են այն ամենով, ինչի համար ըստ էության պետք է ամաչել։ Ամաչում են այն ամենից, ինչով պետք է բարձրանալ։ Այսպես է, պատիվն ու հանգամանքը, անցյալ ու ներկա և ապագա հաջորդի հանգում մարմնապաշտության չենջաբող վագինի մեջ։ Միթե այս ողբարի պատկերների առջև չի նսեմանում սուրբարության հրաշքը։ Ինչպես հավատալ, որ կրճի սուրբարության խորհուրդը կյանք և կրկություն պիտի դառնան նաև այսօր մեզ համար այս վիճակներում։ Քույրեր և եղբայրներ, ես չունեմ խոսքեր ամոթելու ձեզ հարության ճշմարտասիրության մեջ, չունեմ նաև բառեր հավաստիացնելու ձեզ հարյուրենական կյանքի իսկությանը։ Ունեմ միայն համոզում, որ չի կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահով։ Ունեմ համոզում, որ չի կարող կյանքը հավաքվել գացով և ողբերգությամբ։ Չի կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։ Եվ վերջապես ունեմ համոզում, որ Հիսուս, նույն Հիսուս, որը չարչարվեց, խաչվեց, մահվան պատմվեց, հենց այդ նույն Հիսուս հարություն է։ Եվ հենց դրանով է Աստված։ Աստված չի կարող բանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է մեր քարոզածը և իզուր է մեր հավատը։ Եվ մանրամասն մեր ողջ կյանքն ու ընթացքը։ Բայց քանի որ մանրամասն չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի ատյունը և անջրդելի Աստծո լինելիությունն ու մասնակցությունն է։ Եվ վերջապես իհարկե ավելի գյունին է հավատում այն բանի, որ Աստված իրապես հարություն է ապրել, քան հավատալ նրան, ընդունել այն, որ Աստված մահացավ։ Եվ ուրեմն գործողությունները վերածենք կյանքի զորացման, սայթաքելուց հետո վեր կանգնենք, վեր կենանք, մեղանքելուց հետո չտանտանենք հավատալարությանը, մերժենք նրա հավատությունը, մերժենք կասկածները, պայքարենք մեղքի դեմ նախինքներս մեր մեջ, և հետո այդ տերերում և այդ տերերում, պայքարենք կյանքի համար, պայքարենք արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար,
ժամ, երբ Աստված դառնում է առանցքը և ելնելուկը։ Արություն այնտեղ է, ուր չկա ատելություն, և ուր չկա թշնաման։ Արություն այնտեղ է, ուր խորտակվում է չարի պատնեշը, և արություն այնտեղ է, ուր գերիչում է միաբանությունը, ամերաշտությունը, և տակավորում է սերը։ Եվ ուրեմն ողորմյա լինի Տիրոջ սուրբ արությունը, Դոկտոր Սուրբ Արքայաշնորհները առատորեն սփռվել արտացոլիներում և համակարգային այգանից ներս այժմ և պարիտյանս հավիտենից ամեն Քրիստոս արյաց իվերետոս։